նոր Բայազետի կոշկարտելում 10 վարպետ աշխատել են այս զինգեր մեքենայով։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում նոր ժամանակավոր ցուցադրություն կա։ Առաջիկա 2 ամիսներին այցելուներին ներկայացնելու են 19-ից 20-րդ դարերի կենցաղային իրեր ու տեխնիկա։ Ցուցադրության բացումը կատարում են Գավառի ավագ դպրոցի հետ գործակցությամբ, այսպիսով ընդգծելով, որ այն հասցեագրված է հատկապես պատանիներին եւ երիտասարդներին։ Ցուցադրության հիմնական նպատակը, որպեսզի կրթության ոլորտի այցելուներին հնարավորություն տանք ուսումնասիրել տարբեր հեռանկարներ, պատմական համատեքստեր, ինչու՞ չէ նաև վերհիշել անցյալը։ Ցուցադրությունում ներկայացվող սարքավորումները, այսպես ասած, նախատիպ են հանդիսանում այժմյան զարգացող տեխնիկայի համար։ Կենցաղային իրերի եւ տեխնիկայի էվոլյուցիան խորագրով ցուցադրությանը Գավառի ավագ դպրոցի սաները պատմական ակնարկներով անդրադառնում են ժամանակաշրջանը ներկայացնող տեխնիկական գյուտերին, եւ քանի որ ցուցադրվող իրերի ու տեխնիկայի մեծ մասը սարքին է, նաեւ գործարկում են դրանք։ Վերաբերում էր թեմատիկան, այնպիսի կենցաղային եւ տեխնիկական իրերի, որոնք թեև ժամանակագրական առումով որոշակիորեն հնացել են, բայց ճանաչողական առումով շատ կարեւոր են երեխաների համար։ Իդեպ մեր երեխաները օգտվել են աշխարհացույց կրթական հարթակից, որտեղ անտակ ինֆորմացիա կա այս ամենի մասին։ Երեխաների տեսանկյունից, այո, շատ կարեւոր է իմանալ այդ ամենի նախապատմությունը։ Դա միանգամից չի եղել, ցանկացած նոր տեխնոլոգիայի նախորդել են դարեր, եւ այդ դարերի ժապավենի մեջ երեխաները մտնում են եւ բացահայտում իրենց համար ներկա իրողությունները։ Տեխնիկական ու տեխնոլոգիական յուրաքանչյուր զարգացում իր ժամանակին մտավախությունների առիթ է դարձել եւ միայն ժամանակն է ապացուցել դրանց անհրաժեշտությունն ու կարեւորությունը։ Մանկավարժների եւ աշակերտների խորհուրդն է առանց վախերի ընդունել զարգացումներն ու փոփոխությունները, եւ մինչ դպրոցականներն անդրադարձ են կատարում կենցաղային տեխնիկայի զարգացման պատմությանը, ինքնաեռում պատրաստվում է թեյը, բոլորին հրավիրելով թեյախմության։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։